Բարի եւ ֆոշնյալ առավոտ սիրելի հարազատներս, օրհնում եմ յուրաքանչյուրիս Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով։ Հայր Աստված, շնորհակալ ենք այս առավոտի համար։ Շնորհակալ ենք, որ դու կաս եւ որ հավիտենական ես, որ դու անաչառ ես, որ դու նույնն ես երեկ, այսօր եւ ամեն օր։ Շնորհակալ ենք Քրիստոսի համար, շնորհակալ ենք խաչի զոհողության համար, շնորհակալ ենք, որ դու հավատարիմ Աստված ես, անգամ երբ մենք անհավատարիմ ենք։ Շնորհակալ ենք քո սուրբ խոսքի համար, որ հավիտենական է եւ ամեն մի խոսքը կատարվող։ Տեր, գոհանում ենք քեզանից եւ իմ խնդրանքը այսօր, Տեր ջան, բացի մեր հասկացողության աչքերը, բացի լսողների, իմ հարազատների, իմ ընտանիքի անդամների, իմ հայ ազգի եւ ամեն մարդու հասկացողության աչքերը, մեր կարծրացած սրտերը փշուր արա, մեզ մսեղեն սիրտ ուր, Տեր, թող որ կործանման զավակներ չլինենք, Տեր ջան, թող լույսից ծնվենք, նորից վերստին ծնունդ եմ խնդրում ամենքիս համար, Տեր, որպեսի մեր ամբողջ հոգով, մեր ամբողջ էությամբ, մեր ամբողջ ուժով քեզ ու քո թագավորությունը փնտրենք։ Դու լինես մեր կյանքի փափագը եւ մեր փափագը հագեցնողը։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Երբ վերադառնում ենք Հռոմեացիների նամակի ընթերցանությանն ու մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Երեկվա դասը լսեք, իսկ այսօր մենք շարունակում ենք, դեռ առաջին գլխում ենք Հռոմեացիների նամակի։ Երբ կարդում ենք ընդհանուր առմամբ Սուրբ Գիրքը, Աստվածաշունչը, կարևոր է իմանալ, որ այն սկզբում բնօրինակներում գրված չի եղել գլուխներով եւ համարներով։ Դրանք մտցվել են հետո ընթերցանությունը, սերտողությունը հեշտացնելու համար։ Բայց այնտեղ կան մտքերի ամբողջական շարքեր Աստվածաշնչում, փաստարկներ, որոնք հեղինակը ներկայացնում է։ Ու մենք հասել ենք մի հատվածի, որտեղ Պողոսը պատրաստվում է ներկայացնել կարևոր միտք, որը սկսվում է Հռոմեացիների առաջին գլխի 18-րդ խոսքից եւ շարունակվում է մինչեւ 3-րդ գլխի 20-րդ խոսքը։ Դա կարելի է ասել մի ընդհանուր հատված է։ Եվ նա ներկայացնում է մի հիմնարար ճշմարտություն, եւ այդ ճշմարտությունը հետեւյալն է, որ բոլոր մարդիկ, անխտիր կերպով բոլոր մարդիկ մեղավոր են Աստծո առաջ։ Եվ որ Աստված միակ սուրբն է ու արդարն է։ Յուրաքանչյուր մարդ մեղավոր է Աստծո առաջ։ Քրիստոսի գործից դուրս, Քրիստոսի խաչի վրա զոհաբերությունից դուրս բոլորը մեղավոր են եւ հետեւաբար արժանի են Աստծո կատարյալ ու արդար ցասումին եւ դատաստանին։ Եկեք նորից կարդանք Հռոմեացիների առաջին գլխի 18-ից մինչև 32-ը եւ մենք կենտրոնանալու ենք 18-րդ խոսքի մի մասի վրա այսօր, բայց ես ուզում եմ կարդանք ու նորից նույն մոտեցումով, ոչ թե որ դա վերաբերում է ուրիշներին, այլ սա վերաբերում է ինձ։ Եկեք մոտենանք հայելին մեր սրտին պահելով։ Մարդկությունը առանց Քրիստոսի։ Մտածի դու առանց Քրիստոսի, դու եթե չընդունես Քրիստոսին, քեզ ինչ է սպասվում։ Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով, արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով, նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներով ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու, թրջունների, չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանության հետ։ Եվ հիմա նկարագրում է Աստծո բարկությունը։ Այդ պատճառով Աստված էլ նրանց ըստ իրենց սրտերի ցանկության պղծության մատնեց
որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ թե արարչին, որ Հավիտյանս օրհնյալ է։ Ամեն։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի եւ նրանց էգերի բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ Նույն կերպ էլ արուները էգերի հետ բնական հարաբերությունը թողած իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուները արուների հետ խայտարակություն էին անում եւ փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորության արժանի փոխհատուցումը։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությամբ, անձգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով, չարախոսներ, բամբասողներ, Աստված ատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորներ։ Նրանք իմանալով Աստծո արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։ Ցավով ասում եմ, որ այս բոլորը բոլորիս է վերաբերվում, ողջ մարդկությանը եւ մեր սերունդներին։ Ու այս հատվածում Պողոսը ցույց է տալիս, որ ոչ ոք չի կարող իր սեփական ջանքերով կամ իր արժանինքներով արդար համարվել Աստծո առաջ, արդարացվել Աստծո կողմից։ Ոչ հեթանոսները, ոչ հռոմեացիները, ում այս նամակը գրված էր, եւ ոչ էլ նույնիսկ հրեաները, Աստծո ընտրյալ ժողովուրդը։ Բոլոր մարդիկ ամենուր արժանի են Աստծո դատապարտությանը, Աստծո դատաստանին, իրենց մեղքի համար, ներառյալ ես ու դու, մեր ողջ ընտանիքը ու սերունդները։ Եթե Աստված մեզ տար այն, ինչին մենք արժանի ենք, մեզնից ոչ մեկ այստեղ չէր լինի։ Մենք կլինենք բոլորս դժոխքում եւ աշխարհում չէր լինի մի քրիստոնյա կամ քրիստոնեական եկեղեցի։ Չէր էլ կառուցվի, որտեվ քրիստոնյա լինելը դա Քրիստոսին հետևորդ լինելու հետևանքն է։ Եթե Աստված մեզ չտար իր որդուն եւ չտար մեզ հավատք նրան հավատալու, մենք բոլորս արդեն դժոխքում կլինենք։ Եվ սա շատ կարևոր է, որ ամեն հավատացյալ մարդ, ամեն մեկը, որ իրան ասում է ես քրիստոնյա եմ, եւ ամեն մարդ հասկանա, որտեվ Աստվածաշունչը միայն հավատացյալների համար չի, այլ ամեն մարդու, որ կարդան, հանդիմանվեն եւ դարձի կան։ Շատ քրիստոնյաներ, եւ դրանց մեջ մտնում ենք նաեւ ես ու դու կարծում եմ, չենք գնահատում ավետարանը, չենք գնահատում Հիսուս Քրիստոսի արած զոհողությունը, որտեվ չենք հասկանում մեր մեղքի խորությունը, մեր հոգու խավարության, մեր փթածածության աստիճանը։ Իսկ որպեսզի լավ հասկանանք մեր մեղքը եւ մեր հոգու իրական վիճակը, պետք է ուսումնասիրենք Աստծո սրբությունը, որտեվ խավարը բացահայտվում է լույսի առկայության մեջ։ Երբ սկսում ենք հասկանալ Աստծո սրբությունը, կզարմանանք, թե ինչպես է հնարավոր, որ Սուրբ Աստված իր հոգով բնակվում է մեր մեղավոր ներսում, մեղքի մարմնի մեջ, եւ ոչ միայն կզարմանանք, այլ դա մեզ կտանի մշտական երախտագիտության եւ փառաբանության առ Աստված։ Այսպիսով Հռոմեացիների նամակի 1:18 խոսքում ասվում է կարևոր բան, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Այսօր խոսելու ենք միայն այս հատվածի մասին, որ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է։ Եկեք հասկանանք դա ինչ է։ Որովհետև, քանի որ բառը, որ սկսում է ասեն, չէ, որովհետև,
ցույց է տալիս, որ Պողոսի ասածը կապված է նախորդ համարների հետ, 16 եւ 17 համարների հետ, որտեղ նա խոսում է ավետարանի մասին։ Հիշում եք, նա ասում է, որ Աստծո բարկությունը հայտնվում է, եւ հիշենք, որ 17-րդ համարում ասում էր, որ ավետարանում Աստծո արդարությունն է հայտնվում։ Բայց տեսնում ենք, որ նույն ավետարանում հայտնվում է ոչ միայն Աստծո արդարությունը, այլ նաև Աստծո բարկությունն է բացահայտվում։ Այն հայտնվում է, բացահայտվում է երկնքից, բացահայտողը Աստված է։ Ավետարանում բացահայտվում է Աստծո արդարությունը հավատացողների համար, եւ միառժամանակ Աստծո բարկությունը հայտնվում է երկնքից ամբողջ անաստվածության դեմ, ողջ մարդկության դեմ։ Պողոսը օգտագործում է նույն բայը, հայտնվում է, բացահայտվում է, եւ դա նա անում է դիտավորյալ։ Աստծո արդարությունն ու Աստծո բարկությունը միառժամանակ բացահայտվում են այս ներկայիս դարում։ Ես նկատի չունեմ 21-րդ դարում, այլ այս ժամանակ ջրհեղեղից հետո եղած մարդկությանը։ Եվ նա շարունակում է զարգացնել այս միտքը մյուս համարներում, որ կարդացինք, բայց դրանք քննարկենք հետո, մանրամասն։ Ավետարանը բացահայտում է երկուսն էլ, եւ թե Աստծո արդարությունը, եւ թե Աստծո բարկությունը։ Եվ դու չես կարող, մենք չենք կարող լիովին գնահատել 17-րդ համարի փառքը, այսինքն Աստծո արդարության փառքը, առանց 18-րդ համարի Աստծո բարկության ծանրությունը, լրջությունը, խորությունը, իրականությունը հասկանալու։ Պողոսը պատրաստվում է մեզ տանել ու ցույց տալ Աստծո բարկության լրջությունը եւ մարդկային ապականության խորքերը։ Այսպիսով 16-րդ եւ 17-րդ համարները ուղղակիորեն կապված են 18-րդ համարի հետ։ Ավետարանի փրկարար զորությունը իմաստ ունի միայն այն բանի լույսի ներքո, թե ինչ սարսափելի բանից է այն մեզ փրկում, եւ այդ սարսափելի բանը դա Աստծո արդար բարկությունն է, Աստծո ցասումը։ Դրա համար է Պողոսն ասում, ես չեմ ամաչում ավետարանից։ Երբ սա կարդում ես, կարող ես հարցնել, ինչու չես ամաչում, եւ հենց այստեղ նա բացատրում է Աստծո բարկության թեման։ Մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգը այն չէ, ինչ մարդիկ փորձում են վերացնել։ Ամենամեծ վտանգը Աստծո բարկությունն է։ Բարկություն բառը օգտագործվում է թե մարդկանց եւ թե Աստծո համար։ Անգլերենում այն թարգմանվում է որպես anger, զայրույթ։ Նոր գտակարանում օգտագործվում են հունարեն երկու տարբեր բառեր։ Մեկը orge բառն է, որը հենց այս համարում է օգտագործված, իսկ մյուսը թիմոս բառն է։ Երկրորդ բառը թիմոս, որ այս հատվածում չի օգտագործված, վերաբերում է հանկարծակի բորբոքվող, ուժեղ զգացմունքներից ծնված կրքոտ արձագանք։ Մարդկանց դեպքում այս բառը նշանակում է անձնական զայրույթ, զգացմունքների արտահոսք, եւ մարդկային զայրույթը թերի է, որտեղ այն միշտ աղտոտված է մեղքով, քանի որ մենք մեր բնույթով սուրբ չենք, այլ մեղավոր ենք։ Մեր զայրույթը արդար զայրույթ չէ։ Բայց երբ այս թիմոս բառը օգտագործվում է Աստծո վերաբերյալ, այն նշանակում է Աստծո կատարյալ սուրբ բարկությունը։ Սա մենք տեսնում ենք Հայտնության գրքի 14-15 գլուխներում օրինակ։ Կարդացեք այդ գլուխները։ Դա Աստվածաշնչի վերջին գիրքն է, 14-15 գլուխները։ Աստծո այս բարկությունը ուղղված է մեղքի դեմ եւ բոլոր նրանց դեմ, ովքեր մեղքից չեն ուզում հրաժարվել։ Այսինքն Աստծո սրբությունը ամբողջապես հակադրվում է մեղքին, որովհետև Աստված սուրբ է առանց մեղքի, եւ հիշում եք մեղքի հետևանքները։ Դրանք մեզ բաժանեցին Աստծուց, քայքայեցին արարչությունը, բերեցին կործանում ամեն բարիքին ու լավ բանին, որ Աստված ստեղծել էր։ Հետևաբար Աստված ատում է մեղքը, եւ Աստծո
այդ բարկությունը, ցասումը ուղված է յուրաքանչյուր մեղքի դեմ, անկախ դրա չափից, անկախ քանի ինչ հաճախականությամբ այն կրկնվում։ Եվ դրա մեջ ներառվում ես եւ դու եւ ես, մեր մեղքերը։ Ամեն մեղքի դեմ է Աստծո զայրույթը ուղված առանց բացառության։ Չկա մեղք, որ կարաս ասես, սրա համար Աստված իր ցասումը իմ գլխին չի թափի։ Եվ այս ամենը Պողոսը մեզ ցույց է տալիս մինչև ավետարանի մյուս կողմերին անցնելը։ Պողոսը միտումնավոր սկսում է հենց այստեղից, որտեղ սա առաջնահերթային է, որ հասկանանք, որտեղ եթե մենք սա չհասկանանք, երբեք չենք գնահատի արդարության նվերը, ներման նվերը, փրկագնման նվերը, որ Աստված մեզ տալիս է Հիսուսի միջոցով։ Երբեք մենք չենք գնահատի ներումը, Աստծո բարությունն ու գթությունը, եթե չհասկանանք Աստծո բարկությունը եւ որ այն արդար է, որ մենք արժանի ենք այդ ցասումին։ Եվ երևի հենց դրա համար է, որ մենք հաճախ նորմալ բան ենք համարում, որ Աստված ներում է, դա նորմալ չէ։ Դա նվեր է անարժաններից։ Մենք արժանի չենք ներման։ Բայց քանի որ մենք մեզ խաբում ենք, մենք մտածում ենք, թե մենք արժանի ենք, մենք արժանի չենք, մենք արժանի ենք Աստծո դատաստանին, Աստծո ցասումին։ Ու երբ մենք խնդիրների միջով ենք անցնում, լավ կլինի, որ ինքներս մեզ փորձենք հիշեցնել, ինչ կարգի էլ դժվար են այդ խնդիրները, ինչ կարգի էլ ցավոտ են այդ խնդիրները, Աստված մեզ դեռ չի տալիս այն, ինչին ես ու դու արժանի ենք։ Հիշենք, մենք արժանի ենք դժոխքին։ Եթե Աստված մեզնից որևէ մեկին տար այն, ինչին մենք արժանի ենք, դա անհամեմատ ավելի ծանր կլիներ, քան ամենասարսափելի խնդիրները, դժբախտությունները, որ մենք կարող ենք պատկերացնել։ Եվ ինքներս մեզ խաբում ենք, երբ որ մտածում ենք, մենք լավ բանի ենք արժանի։ Բարկություն բառը հունարեն օրգ է, որ այս խոսքում օգտագործված է, գալիս է մի արմատից, որ նշանակում է ուռել, բորբոքվել, հասունանալ։ Այն ենթադրում է հաստատում, վերահսկված, խորը զգացում մեղքի դեմ, կամ ինչպես ասում են, հաստատված, արդար վրդովմունք։ Սա նշանակում է, որ Աստծո բարկությունը նրա էության մի մասն է, նրա սրբության մասն է, անգամ նրա սիրո մասն է կազմում, նրա սուրբ բնության արտահայտությունն է մեղքի դեմ։ Աստված ատում է մեղքը, սա նրա էության մասն է, և սա հաստատուն է, սա սուրբ բարկություն է, որը բխում է Աստծո սուրբ էությունից ու արդարությունից, ու երբեք ոչ պակասում է, ոչ ավելանում է, ոչ անհետանում է, այն անընդհատ ուղղված է մեղքի դեմ։ Աստծո սերը չի բացառում Աստծո բարկությունը, սա այն չէ, որ Աստված կորցնում է իր ինքնատիրապետումը։ Կարևոր է, որ սա հասկանանք, Աստված երբեք չի կորցնում իր ինքնատիրապետումը, Աստծո բարկությունը չի նշանակում, որ նա կորցրել է իր գլուխը, ինչպես մենք ենք կորցնում մեր գլուխը, տրվում մեր էմոցիաներին, երբ բարկանում ենք։ Հիշենք, Սուրբ Հոգին Աստված է և նրա պտուղներից մեկը ինքնատիրապետումն է։ Եթե Աստված մեզ ինքնատիրապետման պտուղ է տալիս, նշանակում է ինքը ինքնատիրապետող Աստված է։ Այսպիսով Աստված երբեք չի կարող գլուխը կորցնել, ինքնատիրապետումը կորցնել։ Բայց Աստված զսպում է իր ցասումը։ Դրա համար էլ վերջնական դատաստանի համար կոնկրետ օր է նշանակել։ Դրա համար էլ հենց այս պահին ես ու դու դժոխքում չենք հայտնվել մեր մեղքերի համար, որովհետև նա զսպում է։ Դրա մասին մենք ավելի ուշ կխոսենք։ Ուրեմն ասեցինք, որ Աստծո բարկությունը նրա էության մի կողմն է, որը ուղղված է մեղքի դեմ, որովհետև Աստված սուրբ է։ Այս բառը բացահայտում է Սուրբ Աստծո բնավորությունը և կոչ է անում նրա ժողովրդին ապրել հաշվի առնելով Աստծո հավատարմությունը, Աստծո արդարությունը և Աստծո ողորմությունը։ Այն, ինչ մեզ հետ է պահում, որ չդառնանք Աստծո սուրբ բարկության կրողները, նրա ողորմությունն է, նրա շնորհն է։
Աստված չի փոխվում։ Աստված իր միտքը չի փոխում։ Աստվածաշունչն ասում է, որ նա նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Նա երբեք չի փոխվում։ Նրա մոտեցումը, մտածելակերպը չի փոխվում։ Այսպիսով այդ բարկությունը մշտապես հաստատուն է ողջ մարդկության դեմ, բայց այն ուղղված է մեղքի դեմ, ոչ թե մարդու դեմ։ Բայց այն մարդը, որ մեղքից չի հրաժարվում, դառնում է այդ ցասման կիզակետը։ Պողոսն ասում է, որ Աստծո բարկությունը հայտնվում է։ Սա կրկին ընդգծում է այդ բարկության ծագումն ու իշխանությունը։ Երկինքը Աստծո գերիշխան իշխանության նստավայրն է։ Այս բարկությունը գալիս է ամենաբարձր իշխանությունից, երկնքից։ Պողոսը փորձում է մեզ օգնել հասկանալ, որ Աստծո բարկությունը ճիշտ է, արդար է, բարի է։ Այն գալիս է երկնքից, հետևաբար բարի է։ Սակայն երբ դու փորձում ես մարդկային մտքով հասկանալ, թե ինչպես է այս բարկությունը դրսևորվում, հաճախ դժվար է այն ընկալել որպես բարի։ Եթե կարդաս Հայտնության գիրքը, օրինակ կնիկների 6-րդ կնիքի, Աստծո դատաստանների ու բարկության բաժակների մասին հատվածները, կտեսնես այնտեղ, որ նկարագրվում է, որ արդարները ուրախանում ու ցնծում են, որտեղ Աստված իր բարկությունն է թափում մարդկության եւ ազգերի վրա։ Եվ որպես Քրիստոսի հետևորդներ Պողոսը մեզ օգնում է հասկանալ այս իրականությունը։ Այս բարկությունը հայտնվում է երկնքից։ Այստեղ հայտնվում է բառը ներկա ժամանակով է, ինչը նշանակում է, որ դա շարունակական գործընթաց է։ Աստծո բարկությունը շարունակաբար դրսևորվում է։ Մենք հենց հիմա Աստծո բարկությունը տեսնում ենք աշխարհի ազգերի մեջ, հենց այս պահին։ Այն դեռ գործում է, եւ մենք դա ավելի պարզ տեսնենք, երբ շարունակենք ուսումնասիրել Հռոմեացիների նամակը։ Երկրաշարժերը, ջրհեղեղները, պատերազմները, հիվանդությունները, այս ամենը Աստծո ցասման արդյունք են, բայց զսպված։ Սա վերջնականը չի։ Սա նրա համար չի, որ մեզ կործանի, այլ նրա համար է, որ մեզ հետ դարձ բերի մեղքից, բերի փրկության, որպեսզի վերջնական կործանման չենթարկվենք։ Սա պարզապես ապագայի աստվածաբանական իրադարձություն չէ, մի բան, որ լինելու է վերջում, ոչ։ Վերջում ամբողջությամբ Աստված կթափի իր բարկությունը մարդկության վրա եւ կվերացնի ամեն ինչ, ինչ մեղավոր է, չար է, անսուրբ է, ինչ դուրս է իր արդարությունից, նետելով կրակի հավիտենական լիճը։ Բայց Աստծո բարկությունը արդեն հիմա է հայտնվում, ներկայի մեջ եւ պատմության ընթացքում։ Ինչպես է այն հայտնվում։ Պողոսը բացատրում է 19-րդ խոսքից մինչև 32 համարները, որ կարդացինք։ Այն բացահայտվում է մեր խղճի միջոցով, արարչության միջոցով եւ այն բարոյական կարգի միջոցով, որ Աստված հաստատել է։ Գիտեիր, որ մարդկային իշխանությունը, ոստիկանությունն, չգիտեմ, տարբեր այդ համակարգերը, մարդկային իշխանությունը, պետություն, որ Աստված մեզ տվել է, նույնպես գործիք է Աստծո բարկությունը իրականացնելու համար։ Այդ մասին գրված է 13-րդ գլխում, եւ դա հենց դա է նշանակում։ Իսկ մենք դրանց ատում ենք, բայց Աստված է կարգել, որ իր բարկությունը իրականացնեն մեղավոր մարդկանց վրա։ Մենք կհասնենք այդ հատվածին եւ կկարդանք եւ կտեսնենք։ Իսկ ով է իրականում գործադրում այս բարկությունը։ Ինքը Աստված։ Աստված է իր բարկության գործողը եւ Աստված դրել է տարբեր օրգաններ, տարբեր օրենքներ այդ ամենը կատարելու համար։ Սա պարզապես բնական հետևանքներ չեն, այլ աստվածային զայրույթը գործողության մեջ։ Այսպիսով, երբ տեսնում ենք ինչ-որ բան, որ սխալ է ընթանում եւ համապատասխանում է Աստծո բարկությանը, դա Աստծո գործն է։ Նա այս սկզբունքները ներդրել է իր արարչության մեջ։ Այսքանը այսօր։ Վաղը կփորձենք խոսել Աստծո շնորհով, ինչի դեմ է Աստծո բարկությունը հայտնվել, եւ կշարունակենք այնտեղից։ Իսկ կանչում եմ Աստծո ողորմած,
պաշտպանությունը մեզ վրա, թող Տերը ողորմի եւ տա մեզ հասկացողություն, որ այս բաները հասկանանք եւ հետ դառնանք մեղքից, հետ դառնանք մեր բռնած կործանարար ճանապարհից։ Չլինենք մարդիկ, որոնք ճնշում են ճշմարտությունը իրենց անիրավությամբ ու անաստվածությամբ։ Ամեն։